վերնագրել եմ այսպես. Ղեկիտ ուշադիր եղիր։ Ով կա մեր մեջ վարորդներ։ Ահա։ Իսկ ով է ուզում վարորդ դառնա։ Շատ քիչ մարդ։ Բայց ուզես չուզես դու օգտվում ես տրանսպորտից։ Ու եթե դու չես, ուրեմն ինչ որ մեկը վարորդ է, որ քեզ տեղափոխում է, հաստատ։ Ուրեմն թող ինքն էլ ուշադիր լինի իր ղեկին, բայց իհարկե ես այդ մեքենայի մասին չեմ խոսալու։ Բայց Աստվածաշնչում ես գտա բան, որ խոսում է, որ մենք ղեկ ունենք, այդ ղեկը մեր կյանքն է առաջնորդում, ու մենք պետք է ուշադիր լինենք մեր ղեկին։ Իհարկե դու արդեն հասկացար, եթե ծանոթ ես Աստծո խոսքին, ինչի մասին է խոսքը։ Բայց ես չեմ ուզում ուրիշ կերպ, որտեղ մի հատ էլ ուրիշ վերնագիր էի գրել էի քո խոսքով կլինի քեզ, ու տենց էլ կլինի, բայց թող լինի ղեկը, հա, ղեկիդ ուշադիր եղիր։ Պատկերացրու դու վարորդ ես։ Կարաս քեզ պատկերացնես։ Վայ, գործ չունեք։ Սաղ կյանքս փախել եմ։ Չէ, մի պատկերացրա։ Եկեք գնանք մի անգամից Աստծո խոսքի մեջ, այն տեղը, որ կպավ իմ սրտին ու գիտես, սկսեցի մտածել սրա վրա ու մտածում եմ ինքը շատ կարևոր է։ Ժողովող գիրք 5-րդ գլուխ, իհարկե պետք է մի քիչ վերևից կարդամ, որ հասնեմ իմ ուզած տեղին։ Հինգի մեկից կարդամ, հա թանկագիններս, այսօր շատ տեղեր եմ կարդալու, մի քիչ արագ եմ կարդալու, մի քիչ փորձելու եմ արագ խոսեմ, որովհետև ամեն մի խոսքը իրանով մի հետաքրքիր կողմ է բացում, այն թեմայի, ինչով որ արդեն այսօր ուզում եմ կիսվեմ։ Ժողովող 5:1 գրված է. զգուշ եղիր ոտքիդ համար, երբ որ գնաս Աստծո տուն, եւ մոտեցիր ավելի լսելու համար, քան թե մատուցանելու հիմարների զոհը, որովհետև նրանք չգիտեն, որ չարություն են անում։ Միշտ ապիր լեզվովդ եւ սիրտդ շուտով բան չարտասանե Աստծո առաջ, որովհետեւ Աստված երկնքում է դու երկրի վրա, սրա համար թող խոսքերդ քիչ լինեն, այսինքն խոսքերի արտասանությունը քո բերանի իմ խոսակցական, այսինքն զսպվածության, չափավորության, ճիշտ ու սխալի մասին է գնում։ Խոսքերդ քիչ լինեն, որովհետեւ երազը գալիս է զբաղմունքի շատությունից, ով որ մտածում է երազները մենակ Աստծուց են, ուրեմն ստեղ հերքվեց։ Բայց ուրիշ թեմա է, մենակ երազները Աստծուց չեն։ Այդպես էլ ասում է, հիմարի ձայնը շատախոսությունից։ Անիմաստ խոսքերից ես կավելացնեի։ Եվ չորրորդ, երբ որ Աստծուն ուխտ ես ուխտում, մի ուշացնա նրան հատուցելու, որովհետև նա հիմարներին չի հաճում։ Այսինքն դատարկ խոսքերին չի ուշադրություն դարձնում։ Ինչ որ ուխտում ես, կատարիր։ Լավ է, որ չուխտես, քան թե ուխտես եւ չկատարես։ Եվ հիմա ամենակարևոր տեղը 6-րդ խոսքը։ Գրվածը թող մի տար բերանիդ, որ մարմնիդ մեղանչել տա։ Այս հատվածն է, որ շկպավ իմ սրտին ու ուշադրությունս գրավեց, ասում մի թող որ քո բերանը քո մարմնին մեղք գործել տա։ Ոնց թե։ Այսինքն իմ ու քո բերանը ստեղ ասում է կարա քեզ տանի ու գցի մեղքի մեջ։ Առաջնորդի քեզ միտեղ, որը որ դու այդքան էլ չես ուզում, չես պլանավորել ու գիտես որ դա լավ չի, բայց արի ուտես որ այդ բերանը քեզ կարա ու տանի գցի մեղքի մեջ։ Ու շարունակությունն էլ ես ասեմ, բայց նաև այս բերանը կարող է ամենախորը մեղքի իրավիճակից ինձ ու քեզ հանել ու տանել ճիշտ բանի մեջ։ Համաձայն ես։ Ուղղակի այս վայրի մեջ սա է գրված, այս խոսքի մեջ սա է գրված։ Ինչի թանկագիններս, այսինքն Աստծո խոսքն ասում է զգուշ եղիր, Աստված ասում է զգուշ եղիր քո բերանին։ Ինչ է արտադրում քո բերանը, ինչ է խոսում քո բերանը, ոչ թե ինչ ես ուզում, ինչ ես մտածում, ինչ ես պլանավորում։ Մի ուրիշ կերպ կարելի ասել, գիտես, չլինի որ այն աղոթքները, որտեղ երբ որ մենք կանգնում ենք աղոթքների, մենք այնքան լավ ենք աղոթում, այնքան լավ շարադրում ենք, ու ասեմ, այո, մենք ուզում ենք, որ այդպես էլ լինի, չէ՞։ Բայց հետո մեր բերանի խոսքերով մեր սխալ կամ դատարկ խոսքերի շնորհիվ փչացնում ենք այս ամեն ինչը։ Կանգնում ենք մի ժամանակ, վերցնում ենք ուղղություն գնալու դեպի Աստված, բայց հետո փչացնում ենք ու հետո ես այսօր բաներ կխոսամ, ուղղակի ուզում եմ որ հասցնեմ, դու էլ
Աստծո հոգու արթնությամբ, թարմությամբ լցվի ու ընդունի այս ամեն ինչը։ Դա ինչքան կարևոր է, որ կզարմանաս անգամ միգուցե։ Ոստեղ Աստծո խոսքը ասում է, որ սա ղեկ է։ Եթե դու ղեկդ ամուր չբռնես, վարորդները գիտեն։ Ու եթե դու ղեկը թողես բախտի կմաճուկին կամ, չգիտեմ, անուշադիր լինես, ինքը մեքենան շատ ուրիշ տեղեր կտանի։ Ինքը քո կյանքը կտանի սխալ բաների մեջ եւ կործանման։ Այս դեպքում ասում եմ, մարմինդ կսկսի մեղքի մեջ գնալ։ Մեղքը չի նշանակում ինչ-որ կոնկրետ, այսինքն ինքը քեզ Աստծուց կհեռացնի։ Այն ծրագրերից կամքից ծրագրերը, որ ուներ Աստված ապագան քո համար, նա ուրիշ տեղ կտանի։ Ու այսօր շատերը, ես խոսքը գնում եմ քրիստոնյաների մասին, բայց թող աշխարհիկներն էլ լսեն։ Ուզում են մի բան, բայց ունենում են ուրիշ բան։ Մի քանի տեղ, որ իրար վրա կամ իրար հետ պետքա գնանք։ Հիմա Հակոբոսը ինչա խոսում սրա մասին, թանկագիններ։ 3-րդ գլուխ երևի թե էլի սկզբից կարդամ։ Շատ վարդապետներ մի լինեք եղբայրներ, իմանալով, որ մեծ դատաստան պիտի ընդունեք։ Այսինքն շատ խոսալուց հետևանքներ կա։ Որովհետև շատ բաներով մեղանչում ենք ամենքս, եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել։ Այսինքն ով որ չէ՞ կատարյալ է կամ զսպված է իր շուրթերի, գիտի, երբ, ինչքան, ոնց, նա իր ամբողջ մարմինը կարող է կառավարել։ Տեսնում եք անմիջական կապը մեր լեզվի, այսինքն մեր շուրթերի, մեր խոսքերի ու մեր կյանքի անմիջական կապը։ Ուր են առաջնորդում։ Օրինակը մեքենայի հետ են բերել ու խոսելու ենք դրա մասին։ Եվ հաջորդ ասում է, տես ձիերի բերանը սանձ ենք դնում եւ նրանց մեզ հնազանդեցնում եւ նրանց բոլոր մարմինը կառավարում։ Պատկերացնում եք։ Ինչ խնդիրներ կա կյանքիդ մեջ, մարմնիդ մեջ, ընթացքիդ մեջ։ Եթե վերցնես ղեկը քո ձեռքերի մեջ, դու կարող ես ճիշտ ուղով դուրս հանել։ Դու կարող ես դրա շնորհիվ քեզ տանել ու եթե անգամ, չգիտեմ, ընկել ես ճանապարհից շեղվել ես դուրս, կարող ես ղեկը թեքել, ուղղել ու դուրս գալ։ Լավ։ Օրինակը ձիերի մասին։ Ով է ձի քշեհեչ։ Ովքեր որ քշել են, ես էլ եմ քշել ու շատ լավ եմ քշել։ Անկամ մենք ոչ թե այդ սանձն էինք դնում, մի հատ պարան էինք դնում բերանից։ Սանձը չկար։ Բայց երբ որ ձիերը անսանձ էին, ու երբ որ չէին ղեկավարվում մեզ, երեխա էինք մենք ստիպված էինք մեզ իրա վրայից գցել, որովհետև ինքը տանում էր ինձ ոչ թե ուր որ ես էի ուզում, այլ որ ինքն էր ուզում, որովհետև ինքը անկառավարելի էր։ Բայց այն ձիերին, որ մենք սանձում էինք, օրինական շատ լավ ձևով, հլը ինքը չենթարկվեր իմ ուզածին, ինքը չէր կարա չենթարկվեր, ու ինքը խելոք հնազանդվում էր, ուր որ ես ուզում էի, ինքը տանում էր ու հասցնում էր ինձ այնտեղ։ Հիմա օրինակը ասում է, գիտես, ձիերի բերանը եթե կառավարվում է, այսինքն եթե ձիերի բերանը մենք գիտենք կառավարել, նրանք հնազանդ է նրանց ողջ մարմինը։ Շատ հարցականներ այսօր միգուցե քո համար կբացվեն, դու կասես, ինչ ես սա չէի ծրագրավորել, ինչի սա կատարվեց իմ կյանքի մեջ։ Որովհետև չէինք սանձել մեր մարմինը, չէինք սանձել մեր խոսքերը։ Ու ինքստինքյան մենք հայտնվում ենք այս իրավիճակների մեջ։ Նավերի հետ։ 4-րդ, ահա նավերն էլ, որ շատ մեծ են, գրած այս չափ։ Ես չգիտեմ ինչ չափ, բայց բոլորս գիտենք, որ շատ մեծ են, չէ՞։ Եվ սաստիկ քամիներից քշվում են։ Ում կյանքում հեչ քամիներ կա։ Ում է քամին։ Իհարկե, այս մեր քամիները չէ, հոգևոր քամիներ, քշել են, չէ՞, բոլորիս էլ քշում են, քշել են, Հիսուսին անգամ քշեց, Հիսուսի նավակը անգամ քշեց, թանկագիններս։ Ասում է, սաստիկ քշվում են, այսինքն ազդեցություն են գործում նավերի վրա, քամիները, փոթորիկները, ծովերում, օվկիանոսներում գիտեք, որ ահռելի են։ Անգամ մենք տեսել ենք ինչ աղետներ կա քամիների պատճառով, բոլորս,
որ նրանք ունեն զորություն, ունեն ազդեցություն եւ հոգեվոր քամիները։ Ասում են նրանք մի փոքր ղեկով կառավարվում են, որ կողմ որ ղեկավարի միտքը կամենա։ Լավ լսվում է ձեր մոտ։ Всё, շարունակ, որտեվ ես ինձ այդքան էլ լավ չեմ լսում, բայց թող մնա, մի խանգարեք։ Հիմա պատկերացնում եք նավի վրա ունի ազդեցություն ինչը։ Քամին։ Հերթով գնանք։ Հետո փոթորիկը, ալիքները, որ առաջանում են քամուց, բնականաբար։ Ու երբ որ մարդը տեղյակ չի նավի կառուցվածքից, երբ որ չգիտի այդ ղեկի մասին, ինքը տագնապած է։ Բայց կա նավապետ, ով որ հսկում է այդ ուղղությունը, նա ունի ուղղություն, եւ նա ղեկի շնորհիվ այդ ահռելի նավերը, հսկայական նավերը, այդ հսկայական փոթորիկների ազդեցության տակից, այդ ճնշումներից նա կարողանում է հանգիստ տանել այն կողմ, որտեղ որ ինքն է ուզում, այսինքն որ ուղղությունով որ պետքա գնային։ Պատկերացնում ես ամեն մի նավ դուրս գար բաց ծով, օվկիանոս ու ասեր ժողովուրդ ջան, գնում ենք նավարկության, բայց ես չեմ խոստանում ուր կհասնենք։ Տա Աստված հաջողի, լավ տեղ հասնենք։ Ով կգա։ Ով կգնար։ Ով կգնար։ Շատ քիչ մարդ, եթե կգնային։ Չէ՞։ Բայց մենք քրիստոնյաներս ասում ենք, դուրս ենք եկել բաց ծով, մենք ապրում ենք ստեղ, Տեր ջան, փառքդ շատ լինի։ Հաջողես լավ տեղ հասնեմ։ Դա նման այդ փոթորիկներին, մեր կյանքը պատերազմ է։ Մեր կյանքը պայքար է։ Այո, Հիսուսը հաղթեց, կնքեց վերջնական, բայց բաժին կա ու մեզ տվեց իշխանություն, որ մենք հաղթահարելով առաջ գնանք։ Բաներ, որոնք մենք ի զորու ենք հաղթահարել, թանկագիններ։ Ու եթե կանչես Հիսուսին այս ժամանակի մեջ ու ասես Հիսուս, ուղղություն տար, ասում եմ, լսի ղեկը ես քո ձեռքերի մեջ եմ տվել։ Ես այդ քո կյանքի ղեկը տվել եմ քո ձեռքերի մեջ ու ես պատրաստ եմ ձեռքս դնելու քո ձեռքի վրա, օգնելու, բայց դու ես որոշողը։ Ես տվել եմ ուղղությունը, ես տվել եմ այդ քարտեզի վրա այն կետերը, ուր դու պետքա գնաս։ Ես քեզ անգամ բացատրել եմ, սովորացրել եմ, որտեղ է լավ, սա է այս ճանապարհը, բայց լսի դու ղեկդ վերցրա քո ձեռքերի վրա, դու ղեկիդ ուշադրություն դարձրա։ Մի թույլ տուր, որ ղեկդ պտտվի, ինչպես քամին կպտտի։ Ինչպես կարելի ասել, Տեր գնացի, հաջողվեց, փառք քեզի, եթե չհաջողվեց, ուրեմն Աստծուց չէր։ Չի լինում դա, այսինքն դու ղեկը ում ես տալիս։ Ես բախտի չեմ հավատում, բայց եկեք ասենք թե բախտի կմահաճույքին։ Լավ։ Ինչ եմ ուզում ասեմ։ 5-րդ ասում, այսպես է լեզուն մի փոքրիկ անդամ է համաձայն այն նավի ղեկի, մի փոքր ղեկը, բայց ինքը մեծ բաներ է խոսում։ Մեծ ազդեցություն ունի։ Փոքր է։ Ու երբ որ մտածում ես, ինչու հենց խոսքի բաժին Աստված դրեց մարդը, ինչու սկսեց խոսալ։ Թող ժեստերով իրար հասկացնեին, խոսքը ունի ազդեցություն։ Եբրայեցիների մեջ ուղղակի առաջ գնամ ու ասեմ, գրված է, որ Աստված իր զորության խոսքով ամեն բան հաստատ է անում։ Եթե կարդացել ես, գրված չի խոսքի զորությամբ, չնայած խոսքն է զորություն ունի, բայց զորության խոսքով, այդ խոսքը զորության վերևից եկած խոսք է, ինքը զորությունը դա Աստված է, զորության աղբյուրը Աստված է, եւ Հիսուս ասում է իր զորության խոսքով հաստատ անում ամեն բան, իսկ ինչ ենք մենք հաստատ անում, այն զորության խոսքով, որ այսօր մեր մեջ է բնակվում, այն զորությամբ, որ Աստծո հոգին է, որ մեր մեջ է բնակվում։ Թանկագիններ, ուղղակի շատ կարևոր է, էլի ուրիշ տեղը պետք է գնամ։ Եթե դու չես հասցնի բացես տեղ գրվում է, բայց խնդրում եմ ուշադիր լսիր։ Առակացի մեջ շատ բաներ կա գրած, բայց ես մեկ ասենց օրինակներով գնալու եմ։ 18, 20, 21-ը։
Հանրաճանաչ, չէ։ Մարդս իր բերանի պտղից մարդու բերանի պտղից կկշտանա նրա փորը։ Փոր։ Նա կկշտանա իր շրթունքների արդյունքից։ Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են եւ նրան սիրողը կուտե նրա պտուղը։ Լեզուն պտուղ արտադրում, ասում է, եթե սիրում ես ուտել, իմացի ինչ ես ուտելու։ Եթե սիրում ես լեզուդ կառավարես, լավ բաներ կուտես, չես կառավարում, բայց մեկա կուտես։ Ուստեղ գրված է մարդի բերանի պտղից, նրա փորը, եթե գրված լիներ, գիտես, լավ խոհանոցից փորը, լավ խանութներից փորը կկշտանա, կհասկանայի, բայց գրված է լեզվի պտղից փորը, այսինքն դա անմիջապես քո մեջ է գալու, քո վրա է գալու, ու ուզեցի հասկանամ, գիտեք, չէ, որ իմունային համակարգի որոշ մասը մարդկային աղիների ստամոքսի կամ ստամոքսաղիքային տրակտի մեջ է ու մնացածը արդեն ոսկրածուծի մեջ է որոշ բաժինը, մարդու իմունային համակարգը որտեղ է ձևավորվում, որտեղից է, որ պակասում է, ինչ խնդիրներ են առաջանում, որտեղից, որ պետք է ավելացնեն, ինչի վրա պետք է ուշադրություն տա, այսը բժիշկներն են ասում, ես չեմ հասկանում դրանից, ու թողեք ես իմ եզրակացությունը անեմ, որ մեր լեզուն, մեր խոսքերը ազդում են մեր, հենց անձամբ մեր լավ ու վատ լինելու վրա, մեր իմունիտետը գիտենք բոլորս, երբ որ ընկավ մենք տկար ենք, հիվանդ ենք, անզոր ենք, երբ որ բարձրանում է, մենք զորավոր ենք։ Ու այո, խմում եք, եթե խմում եք վիտամիններ, բան չունեմ ասելու, բայց ամենակարևորը, Աստված ասում է կկշտանաս։ Քո փորը, մեր փորի մեջ ինչ կա, մեր ներքին օրգաններն են, աղիքներն են, աղիներն են, չէ՞։ Անմիջապես մեր իմունիտետի վրա է ազդում։ Ու երբ որ քրիստոնյաները տկարացած են, հոգնած են, ջարդված են, չեմ ասում դատապարտվեք, հա, բայց եկեք ստուգենք մենք մեզ։ Ինչ արտադրանք է տալիս, որտեղ այդ արտադրանքը հենց անմիջապես կերակուրի տեսքով ես ուտում եմ։ Դա ինձ է առաջնորդում դրա վրա։ Եվ ասում է մահ եւ կյանք։ Ինչ ենք մենք սիրում։ Իհարկե, կյանք։ Անկամ մեջ ենք բերում երկրորդ օրինաց այդ գրքից այնտեղ ասում այսօր կյանքը, չէ, եւ օրհնությունը, մահը եւ անեծքը դրել եմ քո առաջ, ընտրիր։ Ու ես չգիտեմ, որ մեկը լինի խելացի մարդ, ասի չէ, ես անեծքն ու մահն եմ ընտրում։ Ոչ, բոլորս միաձայն երկու ձեռքով ասում են կյանք ու օրհնություն, հələ մի բան էլ ավելին։ Ամեն, ու ինչքան լավ է։ Բայց հարցը այս մեր կարծիքը հայտնելու մեջ չի։ Եթե ես կյանք եմ ընտրում, իմ շուրթերը պետք է կյանք խոսան։ Այսօր այնքան լավ, չգիտեմ, երգեր էին, երբ որ նայում էի իրանց ինքը չէ, լավ բաներ էինք խոսում, հրճակում, երգում էինք, քո դուրն էլ էր գալիս, իմ դուրն էլ գալիս, բայց հասկանում ես, իսկ ինչ ենք մենք խոսում։ Գրած էր, երբ որ տխուր եմ, ես ասեք, գոհանում եմ։ Երբ որ որտեվ տխուր ենք լինում, ընկճված ենք լինում, կոտրված ենք լինում, անգամ փշրված ենք լինում։ Բա հիմա ինչ չասեմ, որ կոտրված եմ։ Գիտես, այնտեղ ասված էր, Հիսուսն էլ է ասում։ Ասում է, ինչ տագնապած եմ ես։ Բայց հավատում եմ, որ Աստված ինձ զորացնում է։ Բայց սպասում եմ Աստծո զորությանը, կամ Աստծո զորությունն եմ ես խոսում։ Հիսուսին, երբ որ սատանան եկավ եւ ասեց սոված ես, հաց կեր, բայց հերդ չի տենում, որ դու սոված ես, ես հեչ բան չի ձեռնարկում, գոնե դու ձեռնարկի մի բան, Հիսուսը չասեց ես սոված չեմ, Հիսուսը չասեց, հասկանում եք, ու չասեց հայր, բա որ սոված եմ, 40 օր, լավ մի կտոր հաց չկար ուտեի, Հիսուսը չխոսած իր սովի մասին, թեև շատ սոված էր, ասեց գիտես, բայց բաներ կան, որ դրանից ավելին են, ու հիմա ես պետք է Տիրոջ խոսքով սնվեմ, ուտելու ժամանակ էլ հացով կսնվեմ, ու ընդհանրապես, սատանա դու չէ, որ ինձ պետք է ասես, ես ինչ անեմ, այ ես կանեմ այն, ինչ որ ինձ Աստված է ասում, ու ես սոված չեմ մնա, ու Հիսուսը
չբացեց, ու հանկարծ մենք բացեինք Հիսուսի կարիքների, ինչպես մեր կիրակնորյա կարիքների հանկարծ թուղթը, որ Հիսուսը գրած լիներ։ Ու ինքը գրեր մի նամակ դժգոհության։ Տեր, բա ուր է խոստացածը, բախի եմ ես սոված, բա ինչի ասենց, բա ինչի անենց, բա ինչի անենց։ Ես մտածում եմ Հիսուսը այդ ժամանակ ուներ միև նույնը, Տերը խոստացել է, ինքն էլ կերակրողն է։ Ինքը խոստացել է, ինքն էլ հանողն է, ինքը խոստացել է, ինքը զորացնողն է։ Հիմա, քանի որ առակացի մեջ ենք, ես ուզում եմ նույն 18-ի 7-ը կարդամ։ Հիմարի բերանը կործանում է իրեն համար, եւ նրա շրթունքները որոգայթ իր անձի համար։ Մենք մի անգամից, մենք չէ, մեր միտքը, սենց էլի, դե մենք կապ չունենք, մեր միտքն է։ Մի անգամից այս սենց որտե լավ խոսք է, այդ մեզ է վերաբերվում, հա, տենց է, չէ։ Որտե վատ խոսք է, հա, այս են աշխարհիկները։ Գրած չի աշխարհիկն ու հավատացյալը։ Գրած է անմիտ այն մարդը, կամ անմիտ մարդը, ով որ հաշիվ չի տալիս իր եղածին։ Նայեք ինչ է, ինքն իր բերանով իրան կործանում է։ Հեսա մի քիչ ավելի օրինակների վրա կանցնենք։ Ու որոգայթ է լարում իր անձի համար։ Պատկերացնում ես։ Դու քո ձեռով թակարդ դնես ու գնաս ընկնես մեջը։ Հետո ասես, այ քեզ բան։ Մարդը ինքն իր ձեռով թակարդ դնի, իբր թշնամուն բռնելու համար, ու ինքը գնա ընկնի մեջը։ Հնարավոր է։ Աստծո խոսքն ասում է հնարավոր է։ Մի պատմություն կար, ուղղակի ես տեղը կասեմ, բայց բանավոր ձևով չեմ ընթերցի, բայց կասեմ։ Երբ որ լրտեսներին Մովսեսը ուղարկեց Քանանի երկիրը լրտեսելու եւ լուր բերելու, մի խոսքով գնացին, տեսան ինչ որ կար չկար, բոլորը լավ գիտեք, եթե չգիտեք, կարդացեք։ Սա գրված է Թվոց 13-ի մեջ, 14-ի մեջ, բայց ես ուզում եմ կարդամ 13-ից 32-ը։ Նայեք։ Երկուսը լավ լուր բերեցին, այն 10-ը վատ լուր բերեցին։ Ու հերիք չի, հետո ինչ են ասում։ Բայց նրանց հետ 13:32, բայց նրա հետ ելնող մարդիկ ասացին, մենք չենք կարող այն ժողովրդի վրա ելնել, որտեվ այդ երկու քաղեբը հեսուն ասում էին, հելեք գնանք, հաղթենք, մենք կարող ենք, ու արդյունքում տեսնում ենք, որ նրանք էլ հենց հաղթեցին։ Իրանց բերանի խոսքերը իրանց առաջնորդեց այդ հաղթանակի մեջ։ Բայց նրանք ասեցին, մենք չենք կարող ժողովրդի վրա ելնել այն 10-ը, որովհետև նրանք մեզանից զորավոր են։ Եվ իրենց լրտեսած երկրի վրա վատ լուր բերին Իսրայելի որդկանց համար ասելով, այն երկիրը, որի մեջ մենք անցանք լրտեսելու համար, բնակիչներին ուտող երկիր է, լավ առաջանցնեմ, այնտեղ շատ վատ բաներ տեսանք եւ 34-ում ասում է եւ այնտեղ տեսանք հսկաների ենակի որդկանց, որ հսկաներ են, այդպես որ մենք մեր աչքին մարախի պես էինք եւ այնպես էլ նրանց աչքին, բայց հիմա ամենազարմանալին ու ցավալին։ Եվ բոլոր ժողովուրդը ձայնը բարձրացրեց, ստեղ 10 էին, ստեղ հետո դառան բոլորը։ Եվ աղաղակեց եւ ժողովուրդը լաց եղավ այն գիշեր, եւ տրտնջացին Իսրայելի բոլոր որդիկը Մովսեսի եւ Ահարոնի դեմ, եւ բոլոր ժողովուրդը ասաց նրանց. Երանի, թե Եգիպտոսի երկրում մեռած լինեինք։ Կամ էլ Երանի, թե այս անապատի մեջ մեռած լինեինք, ել չեմ շարունակում։ Ու պատմությունը ինչ է ցույց տալիս, որ իրանք հենց այդ անապատի մեջ էլ մեռան։ Այ քեզ բան։ Իրականում Երանից տեղ մեռած լինեինք։ Այսօր մարդիկ ասում են, Երանի ծնված չլնեի ես։ Մի հատ դժվարության են հանդիպել։ Երանի ես ոչ բարով սրան, չգիտեմ, այդ սրանը ամուսինն է, կինն է կամ լավ զոնքաչ,
կիսուրների մասին մեր Արմեն եղբայրը արդեն ասել է։ Ոչ բարով ես իրան հանդիպեի։ Ոչ բարով երեխեքին ասում ծնվեիք։ Չտենայի էլ չգիտեմ խաբար չլնեի, մեկ էլ տենում ես Կորան, անհետք։ Շատ բաներ։ Մի ասա, դե լինելու բան է, լինելու էր։ Ես ապացուցում եմ։ Սրանք վերցրեցին իրանց ղեկը, ասեցին լուսի, ու այդ ինչա կոչվում ռուչնոյը, ձեռքի արգելակը քաշեցին, ստեղի ուզում ենք մեռնենք։ Ուտեղ էլ մեռան։ Ուղղակի ժամանակ 40 տարի մնացին, մեռան, նոր սերունդ, նոր մտածելակերպ, նորովի տեսողություն, հասկացողություն, որը որ մուտք բացեց Քանան մտնելու համար։ Ես մտածում եմ Հեսուն ու Քաղեբը լավ աշխատեցին այդ նոր սերունդի համար։ Իրանք չթուլացան 40 տարի, ինչքան առիթ ունեին թուլանալու, ինչքան առիթ ունեին տկարանալու, ինչքան առիթ ունեին ջնջելու, ասելու դե ինչ մենք նրանցից լավն ենք, հա, այս երկուսս։ Դուք մտածում եք ամեն ինչ լավ էր իրանց կյանքում, հա, խնդիրներ երբեք չունեին։ Անգամ երբ որ Քաղեբը մտնում է, գալիս է Հեսուին, ասում է լսի հիշում ես։ Հիշում ես, ես այն Սարը արդեն նշան էի արել, այս տարածքը նշան էի արել։ Մովսեսը ասեց քեզ կլինի։ Հիմա ստորագրի այս թուղթը ու գրի, որ սա իմ տարածքն է։ Ես գնում եմ նվաճելու։ Ու ինքը գնաց նվաճեց։ Թանկագիններս, ուզում եմ մի քանի արդեն սենց օրինակներ բերեմ։ Մարդկանց հանդիպել ես, չէ, որ հայոյում են, հենց բառից բուն իմաստով կամ հայոյում են ուղղակի անվայել խոսքեր, ոչ թե այն տղամարդավարի հայոյանքները, չնայած թող եղբայրներն էլ լսեն, տղաներն էլ լսեն։ Երբ որ խոսվում է, մարդիկ հայոյում են, սա գիտեք ինչ է, համաձայն Աստծո խոսքի, այո, համաձայն Աստծո խոսքի, նրանք ծուղակ են լարում իրանց կյանքերի համար։ Հայոյանքը ինչ է։ Հայոյանքը, գիտեք ինչ է, մի հատ, ոնց ասեմ, անվայել իրավիճակ է, անհաջող, վարկաբեկվող, չգիտեմ, ինչ ասեմ, խառը, ծուր, մուր, կեղտոտ իրավիճակ է։ Ու մարդը իր շուրթերը կեղտոտում է, մտածելով, որ այդ կեղտը գնաց կպավ նրան, որ նա հայոյում է։ Բայց համաձայն Աստծո խոսքի մենք տեսնում ենք, որ այդ հայոյությունը, հայոյանքը, չար խոսքերը պտտվում եւ գալիս է իր կյանքի մեջ, իր կյանքում ծուղակ է լարում։ Ու հետո իր անունն է անգնում, հետո իր հեղինակությունն է անգնում, հետո իր ընտանիքն է վարկաբեկվում, ոնց որ ինքը ուրիշին էր ուզում վարկաբեկեր։ Թանկագիններ, եկեք ղեկը պինդ բռնենք, ու ովքեր որ սիրում են հայոյել, ովքեր որ իրանց բառապաշարից չեն ուզում դա հեռացնեն, դուրս եկեք, պտտելով ղեկը, այսինքն կառավարելով ձեր լեզուն, երբ որ ձեր լեզուն կտա Քրիստոսի ձեռքերի մեջ, երբ որ դուք կկարդաք Աստծո խոսքը եւ նա կլինի ձեր աղբյուրը խոսելու, ոչ թե անծանոթ աղբյուրներ։ Այսինքն նա պղծության համար, պղծության դևի համար դուռ է բացում իր կյանքի մեջ։ Բամբասողները, բամբասանքներ, ինչ է նշանակում բամբասել։ Երբ որ նստած մեկին վերցնում դնում են, թաթախում հանում են, տենում են, չէ, մի քիչ էլ տեղ կա, մի քիչ էլ են ծեփում, սղոցում, սվաղում, ասելով, որ ինչքան վատն է այդ անձը, բայց իրանք լավն են, իրանք այնքան լավն են, մեկը մեկին գովում է, բայց այնի այս ինչն է։ Բայց հո ես ճիշտն եմ ասում։ Դե ճիշտն ես ասում, ուրեմն երեսին ասա։ Ճիշտ երեսին ասա, ու սրտացավություն ցույց տուր, որ դու ուզում ես իրան հանես։ Ոչ թե, ու գիտեք, կա երբևէ մեկը, որ ասենց պատահական, էլի, պատահական չեմ ասում միտումնավոր, մեզանից, ասենց պատահական, անցնում էր, ասենց կա, չէ, ասենց կպնում ես մի անգամ, ոյ, ինչի փոշո, այտենց ընկելա բամբասանքի ծուղակը, կա, ես, ես,
Ոչ մեկ, փառք Աստծուն։ Ու ես սկսեցի հիշել։ Բայց ես չեմ խոսքը բացել, կապ չունի։ Բայց երբ որ նայեք, երբ որ կոնտակտ է սկսվում, մի հատ թեմայի շուրջ, ու այդ թեման, այնպես թեմա չի էլի, տենաս անձրևները ո՞նց են լինելու, տենաս եղանակը ո՞նց է լինելու, եթե եղանակ անձրևներ, ուրեմն բռնում ենք Սուրենյանին ենք թափ տալիս, չգիտեմ ինչի։ Տենաս այս հոգևոր աշխարհում ինչ է կատարվում, երկրորդ գալուստը երբ է լինելու, բռնում ենք ինչ-որ մեկին, ով որ ասել է, որ արդեն գալուստը եղել է, կամ սուտ է չի լինելու, ու լիքը սկսած մեր կողքիներից, ծանոթներից, անծանոթներից, լավ, ինչա կատարվում, երբ որ այդ կոնտակտը, ինչ-որ համախոհի հետ, համախոհներում, մեկին ճումպ, թափ են տալի, գիտեք ինչ, մեջդ, ոնց ասեմ, ասենց մի հատ կրակ է բորբոքվում, ավելի խորը, ավելի, ինչքան կարելի է ցեխը կոխել, հանել, ինչքան ու բորբոքվում է այդ կրակը, ես վերապրել եմ այդ, ստեղս հասկանում է, որ եսի լավ չի, ես հենց հիմա սխալ բան եմ անում, բայց գիտես ինչ, իբր թե իմ շուրթերը զսպում եմ, բայց ուզում եմ իմ դիմացինին ասեմ, դավայ, դու սկսի, որտեվ հաճելի է, մի հատ հաճելի ճակերտների մեջ, դուք, դե իհարկե, դուք չգիտեք այդ ինչա նշանակում, մեր եկեղեցին սուրբ է, փառք Աստծուն, որտեվ Քրիստոսի արյունով սրբված ենք, բայց գիտեք ինչա կատարվում, դուռ են բացում իրանց կյանքի մեջ չարախոսության համար, որտեվ չարախոսում են ուրիշներին հեչ բանը չի լինում, ինչքան ուզում եք ինձի բամբասեք, ես չեմ վախենում, գիտեք խի, որտեվ հավատում եմ Աստծո խոսքին, որ գրված է, որ լեզվի խարազանից ես քեզ կպաշտպանեմ, ու ես հավատում եմ դրան, բայց վախենում եմ, երբ որ ես ընկնեմ, կամ ես լինեմ նախաձեռնող այս բամբասանքի, ու քննարկենք, վերցնենք, դնենք, ասելով ինչքան վատնա, սխալա, անմիտ է այս մարդը, բայց ու տենց էլ թողենք գնանք, ու լուծում չտանք, գիտական փաստ եմ բերում հիմա առաջ, ինչա բերում բամբասանքը, մեր կյանքի մեջ, բամբասողների, լավ, մեր չէ, անհանգստություն, դուռը բացում դևերի համար, որն է անհանգստությունը, նախանձը, չկամությունը, չես ուզում մեկին լավ լինի, առավել ևս հենց այդ մարդուն, որ խոսում ես, գիտես, գիտական ձևով բացատրում են, որ մարդիկ մտնում են մի ուրիշ պորտալի մեջ, կամ մի ուրիշ կարգավիճակի մեջ, գիտեք, թե աշխարհիկներ ասում են էներգիա է մի հատ ազատագրվում իրանց վրա, վատ, բացասական, ու այդ էներգիան իրանց այնքան է, գիտենք, զորություն, լավ, մեր բառերով, դիվային զորությունը ազատագրվում, հենց դևը, եւ գալի ու սկսում է ավելի թեժացնել այդ կրակը, հետո, ու գիտես, ու չեն ուզում կտրվեն, դա նարկոտիկի պես է լինում, ով է քաղցրակեր, որ կերար, գիտես էլ տեղ չկա, բայց աչքդ մեջն է, ասում մի հատ էլ ուտեմ, ու դա այսենց դևը բզում ասում, դավայ, անցանք ես մեկից, հիմա հաջորդին, հիմա այն մյուս հաջորդին, մի հատ կոֆե չխմենք բա իրար հետ, կոֆեն չի, դու արդեն մեկինի նկատի ունես, ինքն էլ իր համար ապրում է, օրհնված, հաջողված, չեմ կարա շատ խոսամ այս մի կետի վրա, բայց իրականում գիտնականներն են ապացուցում, ինչ պատճառով ստրեսներ է գալի իրանց կյանքի մեջ, չհասկանալի պատճառով տրտմություն է գալի իրանց կյանքի մեջ, չհասկանալի պատճառով գնում են բժշկի ստուգվում են, ոչ մի խնդիր չունեն առողջական, բայց իրանք լավ չեն, որտեղից էս ցավը, եւ թեև ֆիզիկական ինչ-որ հիվանդություն, որտեղից էս ցավը, ղեկդ բաց ես թողել, առավել ևս ղեկդ տվել ես թշնամու ձեռքերի մեջ, ու ինքը ասում է դե հիմա ամրագոտիդ գցի, տես ես քեզ ուր եմ տանում, ու մի անգամից գնացինք,
պատկերացնում եք, ես հասկանում եմ։ Մեքենաները խցանվում են ձյան կույտերի մեջ, ցեխի կույտերի մեջ, չէ՞։ Բուքսիր են անում, չգիտեմ դրա հայերեն տարբերակը, այսինքն փորձեր են անում դուրս գան, խցանվում են, բայց գիտեք, ինչքան էլ մենք այսօր բուքսիր անենք, թաղվենք ինչ-որ մի իրավիճակի մեջ, ես ուզում եմ խոսեմ, որ մեր բերանը, մեր շուրթերը ղեկ են, կարելի է նվագել, այդ ղեկի շնորհիվ արհեստավարժ վարորդները կարողանում են ճիշտ պտտելով դուրս գալ, դուրս հանել իրանց մեքենան, ինչքան եղբայրներ կասեն ամեն, որ ունեցել են այդ փորձառությունը։ Անկամ եթե չենք կարողանում, մենք օգնություն ենք կանչում, այդ բուքսիր կոչված է էլի, չէ՞, կծում ենք եւ խնդրում ենք, սա երբ որ միաբանվում ենք իրար հետ աղոթելու, երբ որ միաբանվում ենք Աստծո Սուրբ Հոգու հետ, երբ որ մեկը մյուսին քաշում ու դուրս է հանում, ոչ թե մեկը մյուսին հրում ու տանում, գցում է հերիք չի ինքն էլ հետն է թաթախվում դրա մեջ, այլ քաշում դուրս է հանում։ Ով է դուրս անում, ով որ իր ղեկը ճիշտ բռնել գիտի ու չի հայտնվել տեղ, ասում է, արի ես քեզ կծեմ ու հիմա դուրս անեմ։ Ու նույնպես մեր շուրթերով մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակներից, ինչպես են իմաստուն նավապետը, որ անկախ նավի փոթորիկներից, քամիներից դուրս հանեց այդ նավը, կործանումից։ Ամեն։ Անեծքները կամ անիծողները կանչում են իրենց վրա անեծք։ Դևեր են ազատագրում իրանց կյանքի վրա։ Իսկ մեր Տերը ինչ ասեց, անիծողներին օրհնեք։ Եթե անգամ անեծքը, սատանան, իր գործերը, չար ծրագրերը ուզենան էլ քեզ ազդեն, դու քո օրհնության շնորհիվ, այսինքն ճիշտ ուղղության շնորհիվ դու դուրս կգաս այդ խցանումներից։ Դու կմանևրես դուրս կգաս դրանց ազդեցությունից։ Ինչի ասում, հատե թուլամորթ են քրիստոնյաները, դրա համար էլ պետք է օրհնեն, որ տղաներ դնես ջիգերով 7 պորտ անիծեիր, որ հարցերը, այսինքն դու կգնաս ու քո ոտով կընկնես այդ թակարդը։ Թանկագիններս մի ասա, ես չեմ կարա իրան օրհնեմ։ Իսկ ուզես կյանքդ ճիշտ ուղու վրա տանես։ Հիմա ուրիշ ձևով եմ խոսում։ Իսկ ուզում ես, որ դու դուրս գաս ու ոչ մի բան քեզ, ուզում ես այն դաշտի ցեխոտ ճանապարհից դուրս գաս մայրուղի ու ոչ թե 120-ի վրա։ Ով է արագություն սիրում 220-ի վրա գնաս սլանային ճանապարհի մեջ, որ Աստված է քեզ առաջնորդել։ Մեր բերանը, մեր շուրթերը, մեր խոսքերը։ Ում օրինակը բերեմ։ Հիսուսի քամիներին ասեց պապանձվեք, լռեք, չասեց տղերք, բա հիմա ինչ ենք անելու։ Հիմա ինչ ենք, ոնց ենք դուրս գալու ես փորձանքից։ Էս ինչ փորձանք էր եկավ իմ գլխին։ Երբևէ տեսել ես Հիսուսը ասի։ Ինքը այո ասում է քամի է, բայց ես քամի քեզ ասում եմ պապանձվիր։ Երբ որ ալիք ասում է ես հիմա քեզ կտանեմ եւ կխփեմ ժայռա բեկորին, Հիսուս ասում է հիմա լռիր, պապանձվիր եւ մենք դուրս պետք է գանք խաղաղությամբ այն ափը, որ ուղղություն էինք վերցրել։ Հիսուսը հիվանդության ասում էր բժշկվի, չէ, բժշկված եղիր։ Կույրին ասում էր տես, խուլին ասում էր լսի, չէ, ճիշտ էր ասում, թե չէ։ Բայց գիտես, մեր կյանքում լինում են, որ հիվանդ ենք, որ խուլ ենք, որ չենք տեսնում, որ կաղում ենք, որ հիասթափված ենք, լինում է թե չէ։ Ինչ ենք անում մենք։ Ինչ ենք անում թանկագիններս։ Ում ենք սպասում։ Ինչ որ ալիք կգա մեզ կվերցնի կտանի։ Թե ղեկս վերցնում եմ ձեռքերս։ Հիմա ես ուզում եմ կարդամ Սաղմոս 103-ը։ Եթե չգիտես գրի, կկարդաս։ Նստում եմ մեքենաս, այսինքն ես ուզում եմ դուրս գամ։ Հա, ես ընդունում եմ
որ թաղվել է մեքենաս։ Ես ընդունում եմ, որ խնդիր ունեմ, ես ընդունում եմ, այսինքն, գիտեք սա ինչ է, ես ասում եմ, որ չկա, ես ասում եմ, որ սա չկա, ես չէ դրա մասին չի, կա այս իրավիճակը։ Բայց ինչ եմ ես անում։ Գալիս եմ եւ Դավթի պես, եկեք մի հատ Դավթի կյանքը ուսումնասիրենք, քննենք, թանկագիններս, ինչով էր անցնում, երբ էր նորմալ կյանք է չուներ, ասում եմ գլուխ դնելու տեղ է չուներ, չգիտեմ, լիքը խնդիրների, վախերի ու բաների մեջ էր։ Անկամ թագավոր եղած ժամանակներ էլ։ Բայց այդտեղ Սաղմոս է գրել եւ ասում է օրհնի Տիրոջը ով իմ անձ։ Ինչու՞։ Էս ուր ես գնում։ Հոբիկին ասում էր անիծի Տիրոջը, ինչ ես օրհնում։ Էլ ինչ մնաց քեզ, ելք չկա, դու գնում ես կործանում։ Դավիթը ամեն օր ուներ իր առաջ մահը, Պողոսը ամեն օր ուներ իր առաջ մահը, բայց երբ որ Պողոսը ասում էր իր տկարությունների մասին, բայց գիտես ինչքան լավ է որ ասում էր ես ղեկս վերցնում եմ իմ ձեռքերի վրա եւ ասում եմ եւ այս ամենից ինձ ազատողը Տերն է եւ չէ ամեն բան կարող եմ ինձ զորացնող Տիրոջով, դա գիտես որն է, որ ինքը հետո առաջ էր անում մեքենան, չգիտեմ առաջի երկրորդ կամ եթե ավտոմատ կառոկա է, ինքը գազ էր տալի, ասում էր միևնույն է, ես դուրս եմ գալու, որտեվ ինձ զորացնողը Տերն է։ Մեր աղոթքները, մեր մտածելակերպը, մեր խոսքերը խնդրում եմ համբերատարեղի։ Եվ ասում եմ, օրհնիր Տիրոջը ով իմ անձ, եւ բոլոր իմ ներսը, իմ մտքերը, իմ տակն ու վրան հասկացի, օրհնի Տիրոջը եւ մի մոռացի նրա բարիքները։ Հիշի ինչ Աստված խոստացել, հիշի, վերցրա ուղղություն, բացի այդ նավիգատորը։ Եվ տես ինչ պետքա լինի քեզ, ուր է տանում քեզ։ Եվ գիտեք ինչ, որ ներում է քո բոլոր մեղքերը, գիտես ով է ասում, որ ներում է, ով որ իրան զգում է, որ այո, ինքը մեղքի մեջ է հիմա։ Որ ինքը զգում է, որ ինքը սխալ է գործի Աստծո առաջ, ու փոխարենը որ գլուխը պետքա բռներ, ու փախչեր Աստծուց գալիս ասում է Տեր, կամ ինչ որ մեկին ասում, կամ հենց իրան ասում, իմ Տերը մեղքերը ներող է, այսինքն ես դուրս եմ գալի մեղքից։ Որ նայեք, որ ներում է ինքը իրան ասում։ Դու էլ ես էլ ինձ ու քեզ պետք է ասենք։ Ոչ թե Տեր ներիր իմ մեղքերը, այլ Տեր դու ներում ես իմ մեղքերը։ Ես դուրս եմ գալիս մեղքից։ Որ բժշկում է քո ցավերը, Դավիթը չէր ասում ես ցավեր չունեմ, բայց ասում է Տերը բժշկում է իմ ցավերը, որ փրկում է իմ կյանքը ապականությունից, բոլորիս էլ հարցակվում են, բոլորս էլ լինում ենք այս իրավիճակներում։ Մի ասա Տեր ողորմա, ես էլ ելք չունեմ, խոսա ելքի մասին։ Որ պսակում է քեզ շնորհքով եւ ողորմությունով, որ կշտացնում է քո սիրտը բարությունով եւ քո մանկությունը նորոգում է արծվի պես։ Նայեք, ուր էր ընկած, խորը փոսի մեջ, մեղք, չէ՞։ Հետո հերիքչի մեղքի մեջ էր, մի հատ հիվանդություն ուներ։ Հերիքչի հիվանդություն էր, մի հատ էլ ամբուժելի հիվանդություն էր։ Հետո ապականացու, ապականված էր, հասկանում ես, ես շատ գիտեմ, այնքան էին բամբասե, չարախոսե, երեսը չէր բռնում տնից դուրս գար։ Բոլոր հեռուստատեսությամբ սոցկայքերով խայտարակված էր։ Հիմա նա ինքը ելքը, ասում է, որ ներում է, որ բժշկում է, չէ, երբ որ ներվում ես, դու գիտես ներված ես, այսինքն դու Աստծո հետ լավ փոխհարաբերություն, որ բժշկված ես, մարմինդ էլ է ուժեղ, զորավոր, բայց տենում ենք, որ գնում է աստիճանաբար։ Հետո իր շնորհքն է գալիս, իսկ շնորհքը Տիրոջ միջամտությունն է։ Ինքը չի ասում ես ուժեղ տղա եմ, ես ամեն բան կարող եմ։ Ասում է ես Տիրոջ շնորհքին եմ ապավում, իսկ գիտեմ Տնոջ Տիրոջ շնորհքը միշտ ինձ պատրաստ է օգնելու։ Ես Տիրոջ շնորհքն եմ վերցնում։ Հետո գիտես ինչ, ասում է կշտացնում է սիրտս։ Լավ, ծարավ էի, դատարկ էի, ունայն էր, բայց հիմա կշտություն է գալիս։ Հիմա ես լցվում եմ, հիմա ես զորանում եմ։ Դու հերիք չի կշտանում ես։ Հետո ես նորոգված եմ արծվի պես։ Լսի, բայց մի քիչ առաջ ինչ վիճակի պես էր։
ճիճուի պես էր։ Չէ՞։ Հերիք էր մեկը ոտը դներ եւ վերջացներ, բայց հիմա արծվի պես նորոգված եմ։ Չէ, դե Դավիթը ուրիշ մարդ էր, դա Աստված իր համար արեց։ Դավիթը վերցրեց իր ղեկը, իր շուրթերը, իր խոսքերը ու դուրս հանեց իրան։ Ամեն։ Գիտես, բարի ու չարի բաներն է ասեմ։ Բժիշկներն են ապացուցել, բարի խոսացողները միշտ խանդավառությամբ, ուրախությամբ լցված մարդիկ են, կենսուրախ, բարի բան խոսացող, իրենց կյանքը տենց է ուրախ է։ Կողքից, ես ինչի՞ վրա ես ուրախ։ Անդարդ ապրում է, էլի։ Չարերը, գիտեք ինչ է լինում։ Քայքայում, բջիջները իրանց քայքայվում են։ Չարակամ են, չկամ են, չեն ուզում մեկի մեկը երկուս դառնա, ուր մնաց երկուսի 4 դառնա։ Սենց վատատես են, խոսքերի մեջ, ով դե ուր է, էս է երկիր է, էս էլ եղանակ է, էս էլ բերք է, էս էլ էսը, էս էլ հարազատ է։ Մի հատ չասեց օգնեմ, ու դժգո, ու հասկանում ես իրար բջիջները մեռնում են, դժգո գնում է Աստծո առաջ, դժգո գալիս է տուն, բոլորից դժգո է։ Օրհնողները դուռ են բացում օրհնության իրանց կյանքերի մեջ։ Ներողները դուռ են բացում բժշկության իրանց կյանքերի մեջ։ Ուրախները դուռ են բացում ցնծության, խաղաղության իրանց կյանքերի մեջ։ Էլ որտեղը կարդամ։ Աստված Հեսուին ասեց, այսինքն արագ գնանք վերջացնենք։ Աստված Հեսուին ասեց, երբ որ նա պետք է առաջնորդեր Իսրայել ժողովուրդը, ասում այս օրենքի գիրքը քո բերանի է ասում։ Աչքերի տեղը շատ կա առակացի մեջ։ Քո բերանից չհեռանա։ Հաստատ սխալ չի արտագրել։ Սխալ չեն թարգմանել։ Քո բերանից։ Օրենքի գիրքը ինչ էր օրենքի մեջ։ Ես եմ քո Աստվածը, որ քեզ կազատեմ քո հալածիչներից։ Ես եմ քո Աստվածը, որ քեզ այս գերության տնից վերցրել եմ ու տանում եմ խոստմունքի երկիր։ Ես եմ քո Աստվածը, եթե այսպես, չէ՞։ Այս օրենքի գիրքը քո բերանից դուրս չհեռանա։ Իհարկե աչքերի առաջ պետքա լինի, որ բերանից էլ դուրս գա։ Ու ցույց է տալիս, այսինքն ղեկդ ձեռքերիդ մեջ պահի։ Ու դու ասում ես հաջողակ կլինես ամեն ձեռնարկությանդ մեջ։ Իսկ հիմարի բերանը ինչ էր։ Կործանում։ Առակացը ասում է շատախոսության մեջ, դատարկաբանության մեջ պատիժը շատ կլինի։ Գիտեք, Սուրբ Հոգու պտուղ այն մասնիկներից մեկը զսպվածություն, գիտեք, կառավարություն, որ դու կարող ես քեզ կառավարես, շատ բան կարող է գա մտքովդ, շատ ցանկություններ կարող է արթնանան կամ արթնացնեն, բայց դու քեզ կառավարել գիտես։ Ու Աստված տվել է այս իշխանությունը ինձ եւ քեզ, որ մենք մեզ կառավարենք եւ Հակոբոս ասում է, որ իր լեզուն կառավարել գիտի, ինքը կատարյալ է արդեն։ Ինքը գիտի երբ խոսա, ինչ խոսա ու չխոսա։ Չէ՞։ Ինչքան լավ է թանկագիններս։ Ոյտի հարց բամոթ է, բա մի հատ 1000 տարի բարեկամից նոր եմ տեսել։ Բա մի հատ ոչինչ դե մարդ է մի վերցեց դրեց։ Գրտնակը տվեց քո ձեռը, երկու հատ է դու գրտնակի են մյուսին։ Չի ասել լսի, գիտես լավ չի։ Մի մասնակցի։ Մեկի հետ ճանապարհ էի գնում ես վերջերս։ Մեկը սկսեց հայոյանքերով խոսալ ինչ որ իրավիճակ կամ կապ չունի։ Մեկը շրջվել եմ ասում ես ինչ։
Էս ինչ կեղտոտ է քո բերանը։ Ու ինքս էլ սարսռեց մի անգամից։ Ու բան չկարողացավ պատասխանել։ Գիտես խի, դու այնքան զզվելի էր։ Ով թե լավ է, մարդը դե մի հատ լավություն ես անում, ոչ դու երկու բերաններ, բայց մի րոպե ես չեմ ուզում լսեմ։ Ես չգիտեմ հիմա ինքը ամենտեղ ինչ է անում, ինչ չի անում։ Բայց ես չեմ ուզում լսեմ քո բառերը։ Հələ մի հատ եմ մտքիս մեջ ասեմ, դրան հասնում է երկու հատասը։ Չէ՞։ Չէ, դե հովիվները չեն սխալվում։ Թանկագիններ, լավ։ Երբևէ ես ելքից եմ խոսալու, բայց չնայած արդեն լինել խոսել եմ, բայց տեղեր կա ամբակումը, եթե կարդաս ամբակումի մարգարեությունը, այնքան խառն էր Իսրայելի պատմությունը, այնքան խառն էր այդ ժողովրդի վիճակը, այնքան խառն էր ներսը, այնքան անորոշություն էր իր ներսը։ Ասում եմ, ես մենակ պետք է կանգնեմ ու տենամ Տերը ինչ է ասում, որովհետև այնքան անորոշություն կա, այնքան զարմանալի ու վախենալու միգուցե չգիտեմ։ Ու խոսում է, կարճ մարդ բանը, գիրքը։ Բայց վերջում, երբ որ հանգամանքներն էր, երբ որ իրավիճակներն էր, երբ որ չգիտեմ լուրերն էր, երբ որ ինքը կանգնում ասում է լսի։ Թեև անգիր գիտենք, չէ՞, թզենին չծաղկի։ Թեև ոչխարներս, եկամուտներս կտրվեն, բերք չլնի, էս չլնի, թեև չի ասում ես համոզված եմ չի լինելու էլ երբեք։ Ես համոզված եմ, всё, չորը բռնեց տարավ, չի ասում այտենց։ Թեև, այսինքն ինքը պատասխան է տալի մեկին, ով որ խոսում էր իրան, լսի ես ոնց որ չծաղկեց, լսի ես ոնց որ քեզի բանտեղ չեն դնում, լսի ես ոնց որ բիզնեսը տակ տվիր, լսի ես ոնց որ քո հանդեպ այդքան էլ բարյավ։ Ու ինքը ասում է թեև ես գնում եմ մեռնելու։ Չէ։ Ասում եմ ես իմ Տեր Աստծով եմ ուրախանալու։ Մի ուրիշը կասեր գնամ դժգոհեմ ու всё, խաչ քաշեմ։ Ասում եմ ես իմ Տեր Աստծով եմ ուրախանալու, իմ փրկության Աստծով։ Ամրագոտին գցեց, ղեկը վերցրեց, ես գնում եմ դեպի ուրախություն, դեպի փրկություն, որովհետև գիտես ինչ, եկել են շրջապատել են իրավիճակները, բայց Աստված իմ ոտքերը եղնիկի ոտքերի պես ամուր արագավազա դարձնում, որ ինչ, բոլորը գիտեք տեղ, հա, գրածը, հա, որ իմ բարձր տեղերի վրա վազեմ, ոնց ես վազելու, բա աջ կողմդ նայ, ձախ կողմդ, ասում եմ ես վազելու եմ բարձր տեղերի վրա, որովհետև ես գիտեմ ինչ ուղղություն եմ վերցրել, եւ ղեկս իմ ձեռքերի մեջ է։ Ու ես գնում եմ իմ բարձր տեղերը։ Երիտասարդները, Դանիելի ընկերները, թեև չոքնի, չփրկի, բայց ոնց կարա չփրկի։ Մենք ճանաչում ենք այդ Աստծուն։ Լսի, ես քո դուդուկի տակ չեմ ապարելու, ես քո ուզածով ղեկս չեմ թեքելու։ Սա ելքներ, սա փրկություններ։ Թող գա փառաբանության թիմը, թանկագիններս, այս ամեն ինչը գիտեք որտեղից է գալիս, մեր մտածելակերպից։ Հավատում ենք, որ Աստված ամենակարող է, բայց չես հավատում, որ հենց քո իրավիճակի մեջ է ինքը ամենակարող։ Հավատում ենք, որ Աստված ամենահոգատարն է, բայց չես հավատում, որ հենց քո իրավիճակի մեջ է ինքը հոգատար։ Հավատում ես, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա, բայց չես հավատում, որ քո միգուցե կամ ինչ-որ մեկի անբուժելի իրավիճակի մեջ բժշկություն չկա։ Ու խնդիրը գիտեք որտեղ է։ Մտածելակերպի մեջ։ Եթե ես հավատում եմ, որ Աստծո խոսքը ճիշտ է, ես սկսում եմ նորոգել իմ միտքը, ես սկսում եմ ոչ թե մտածել ինչպես որ թելադրում է իրավիճակը կամ ես եմ տեսնում, այլ ինչպես որ Աստված է ասում եւ ասում է նորոգվեք ձեր մտքի նորոգությունով, նորոգի քո շուրթերը, միտքդ նորոգելով Աստծո
Իսկ Հռոմեացիների 12:2, Եփեսացիների 5:17 ասում է՝ մի եղեք անմիտ, սխալ միտք ունեցող, այլ քննեք, որն է Տիրոջ կամքը։ Երբ որ կանգնում ես, երբ որ սկսում ես աղոթել, կամ որ չես ուզում աղոթել, ուզի աղոթել, կանգնի ու ասա, թեև ես այս իրավիճակները ինչ շրջապատել են սենց, բայց լսի ես հիմա քեզ ինչ եմ ասում, ամրագոտիդ գցեցիր, դրեցիր այդ արագությունը, սկորտը, ես գիտես հիմա ուր եմ գնում, որովհետև իմ Աստված ասել է, որ սա է քո ապագան, իմ Աստված ասել է, որ արդարին մուրալու չեմ թողի, որ արդարի զավակները, չգիտեմ, ողորմության կամ չգիտեմ, չքավորության չեն լինի, որովհետև Աստված ասել է, որ ինքն է օրհնող է իմ տունը, Աստված ասել է, որ արդարներին կպահեմ ու կպաշտպանեմ, որովհետև Աստված ասել է, ես եմ քո բժիշկը, սա գիտես որն է, դու ուղղություն ես, միգուցե թաղված ես, բայց այդ գիտես այդ տալչոկն ես տալիս ու հրում ու դուրս ես գալիս։ Հովի ջան, ինչքան, մինչև հայտնվես այդտեղ, ինչքան, մինչև դուրս գաս, մինչև բժշկվես, մինչև օրհնվես, մինչև բարձրանաս, հետո ուրիշին կապես բարձրացնես, ինչքան, մինչև վերջ, մինչև երկինք հասնելը, ու սա մեր պայքարն է, սա մեր ղեկն է, մեծ նավեր, փոթորիկներ, բայց ես նավ գիտեմ կործանվել է, դու չես կործանվի, դու այն նավն ես, եթե ղեկավարը, լսի Հիսուսը չի, դու ես, քո խոսքերով, Հիսուսի խոսքը ինքն է, բայց ինքը խոսքն է տվել քեզ, Հիսուսը քո տեղը չի երազելու, մտածելու, Հիսուսը տվել է իր խոսքը քեզ, ու դու պետք է նայես, ինչու են մարգարեությունները թանկագիններս մեր կյանքի մեջ, ինչու են ապագայի մասին խոսքերը, որ մենք լսել ենք, ինչու, որ նստենք ու իրանք կատարվեն, թե մենք ուղղություն վերցնենք ու ասենք, գնաց, սա է իմ ապագան, գնաց, սա է իմ ապագան, ես դուրս եմ գալու, խոսքը ունի ազդեցություն, խոսքը իմ ու քո կյանքի ղեկն է, խոսքից մենք կշտանում ենք, բայց եկեք լավ խոսքից կշտանանք, ճիշտ խոսքից, օրհնության խոսքից կշտանանք, ու այն մյուսներին էլ հանենք, խնդրում եմ եկեք ոտքի կանգնենք, այո, պետք է անջատել սխալ կապերը և ասել, Այդ քեզ է թվում ես հաջողություն չեմ ունենալու, Աստված է իմ հաջողության աղբյուրը, այդ քեզ է թվում թե իմ հիվանդությունից չեմ բուժվելու, որտեղ Աստված արդեն ինձ բժշկել է ինձ, և սա ապացույցն է, այդ քեզ է թվում թե ինձ չես սիրում, սուտ ես դու խոսում, սատանա, ինձ Հիսուսն է սիրում, և բոլորն են սիրում, սուտ ես խոսում, սատանա, Ես օրհնված եմ, իմ սերունդները օրհնված են, սա ժամանակավոր բան է, ճշմարտությունը Աստծո խոսքն է, ճշմարտությունը Աստծո կենդանի խոսքն է, որ երբեք այսքան ժամանակ սուտ չի ելել, սուտ չի ելել, սուտ չի եղել, նաև քո կյանքում չի լինի, Տեր մենք ես փառք ենք տալիս, մենք այսօր խնդրում ենք Սուրբ Հոգի, իմաստության ու հայտնության հոգով լուսավորիր մեր հոգու աչքերը, Տեր, խոսում ենք ընկածներին թափտուր վեր կացրա, հիած թափվածներին հույսով լցրա, Տեր խոսում ենք ովքեր որ խավարել է նրանց տեսողությունը լուսավորի, ու որոնք որ ջնջել են իրանց ճանապարհներն ու մոռացել են կամ ուրիշ ճանապարհներ են Տեր իմ Աստված հորինել իրանց համար, քանդիր եւ կառուցիր նորը, ճիշտը, Քո ուզածը Տեր իմ Աստված, Սուրբ Հոգի, ոգիր մեր սրտերը եւ Տեր, թող մեր ստությունը այսօր քանդված լինի, սխալ որոշումներ քանդված լինեն եւ Տեր իրականում մեր շուրթերը կառավարվեն քեզանով, քո միջոցով, Սուրբ Հոգով եւ մենք կարողանանք իշխենք եւ մեր կյանքերը ուղղորդենք այն ուղղության վրա,
դեպի փրկությունը, դեպի առողջությունը, դեպի երկինքը ու Տեր շատերին էլ առաջնորդենք։ Աղոթում եմ քո եկեղեցու համար, աղոթում եմ Տեր բոլորիս համար։ Զորություն եմ խոսում, Սուրբ Հոգու կրակն եմ խոսում, մի նոր աղոթքի հոգի եւ հավատքի զորություն եմ խոսում ամեն մեկիս վրա Հիսուս Քրիստոսի անունով, որ մենք հաղթողներ ենք, մենք ճեղքում եւ դուրս ենք գալիս եւ ոչ մի սատանա ու ոչ մի դժոխքի զորություն ի զորուչի մեզ կանգնեցնելու, որովհետեւ Տեր դու հաղթել ես եւ դու մեզ հաղթանակ ես տվել եւ քո կենթանի խոսքը զորավոր է այսօր ու թող քո կենթանի խոսքը գտնվի մեր շուրթերի վրա, մեր սրտերի վրա եւ մենք Տեր իմ Աստված դա հռչակելով փոփոխություն բերենք ոչ միայն մեր կյանքերում, այլ մեր ընտանիքներում, մեր երկրի մեջ եւ մինչեւ երկրի ծայրերը ու ցեզ լինի փառք, պատիվ ու մեծարանք։ Ամեն